ցանկացած դեպքում կա այս պահին երկու անելիք, որ ես տեսնում եմ ազգային ուժերի համար, քաղաքական լինի, հասարակական, մշակութային, ինչ ուզում լինի։ Այդ միասնականությունն է եւ սխալներ թույլ չտալը։ Ուղղակի սխալ, որևէ մի սխալ։ Հայտնի անեկդոտ կա, չէ, որ Նապոլեոնը բարկանում է իր ենթականերից մեկի վրա, ասում է ֆրանսիական անեկդոտը տարբեր մարդկանցով կա, հենց Նապոլեոնով, Նապոլեոն երրորդով, Թալերանով, ումով ասես կա, դեռ անեկդոտը։ Ասում է դու ավելի կոպիտ բան ես թույլ տվել, քան հանցագործությունը, դու սխալ ես թույլ տվել։ Սխալներ պիտի թույլ չտան ընդդիմադիր ուժերը, որևէ մի տեսակի սխալ, խոսքի մեջ, գործի մեջ, կատակի մեջ, հարցազրույցի մեջ, տեքստի մեջ։ Այս մեկ եւ երկրորդ միասնականությունը։ Ցավոք իրերի դասավորությունը կոնֆիգուրացիան այնպեսին է, որ ավել բան, որ ընդդիմադիր ուժերը կարող են անել, ես չեմ տեսնում։ Օրինակ ասված մի արասը, եթե վաղը զարթնենք, լավ վաղը ոչ աշխատանքային օր է, երկուշաբթի զարթնենք եւ իմանանք, որ արտադրության նախարարությունը, չգիտեմ, դատախազությունը միջնորդություն ուղարկել կամ ինքնավորոշում կայացրել, այդ նեղ ընթացակարգերին ծանոթ չեմ, բայց արտադրության նախարարությունից է սկսում X ընդդիմադիր կուսակցությանը զրկելու կուսակցության կարգավիճակից։ Այս հիմնավորումներով գործը արդեն բացվել է կամ բացվելու փակվել է, որոշումը կայացված է, ենթադրենք։ Ինչ է մեր անելիքը։ Բնականաբար ինչ-որ դիմադրություն, չէ, փորձել դա չեղարկել։ Դե հիմա հնարավոր է այդ դիմադրությունը առանց միասնականության, առանց ճիշտ քայլերի։ Մեր քայլերը շատ սահմանափակ են, էլի, որտեղ ի սկզբանե անբարենպաստ մեկնարկային դիրքերից ենք հանդես գալի, ոնց որ թշնամին սարի վրա նստած լինի, իսկ մենք ստորոտում փորձենք այդ սարի գագաթին հասնել։ Դրա համար միասնականության թեման, որ երևի 2-3, ես հիմա արդեն քանի տարի խոսում ենք, ինքը շարունակում է մնալ արդիական, անգամ եթե մարդիկ տարբեր ցուցակներով են մասնակցում այս ամեն ինչին։